Բարև ձեզ հարգելի ներկաներ, սրբազան հայր, հարգելի պատգամավորներ, գիտնականներ, հասարակական քաղաքական գործիչներ, հարգելի հյուրեր։ 1604 թվականի հայաթափումը եւ նոր էթնոքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, սիրելի հայրենակիցներ, սա ուղղակիորեն վերաբերում է Շահ Աբասի արշավանքին, որը անչափ ողբերգական ազդեցություն ունեցավ հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա։ Շահ Աբասի արշավանքը հանգեցրեց Արևելյան Հայաստանի, ներառյալ Արցախ, Նախիջևան եւ ընդհանրապես Հայաստանի արևելյան հատվածների զանգվածային հայաթափմանը։ Այս արշավանքը խորը հետք թողեց հայ ժողովրդի պատմության մեջ, փոխելով տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը։ 17-րդ դարի սկզբին Պարսկաստանը եւ Օսմանյան կայսրությունը մշտական պատերազմների մեջ էին այսօր Կովկասի տիրապետման համար։ Շահ Աբաս առաջինը Սեֆյան Պարսկաստանի ամենահզոր կառավարիչներից մեկն էր եւ ձգտում էր ամրապնդել իր դիրքերը։ Շահ Աբաս առաջինը ծնված 1571 թվականին, մահացած 1629 թվականին, պատկանում էր Սեֆյան դինաստիային։ Նրա ծագումն ու ազգային պատկանելությունը սա շատ կարևոր է, որովհետև այս թեմայով մենք բազմիցս խորհրդակցել ենք նաև իրանական կառավարության գիտական շրջանակների հետ։ Շահ Աբասի ծագումը խառը արմատներ ուներ։ Պարսից պատմագրությունն ասում է, որ Սեֆյանները սկզբնապես ունեին շիա մուսուլման սուֆի ղզլբաշական արմատներ։ Շահ Աբասի նախահայրը Շեյխ Սեֆի ադ-Դինը եղել է սուֆիական շեյխ։ Չնայած ղզլբաշական ծագմանը, Սեֆյանները ձգտում էին ներկայանալ որպես պարսկական միապետեր։ Շահ Աբասը պաշտոնապես ներկայանում էր որպես պարսկական շահ, բայց նրա իշխանությունը հենվում էր գլխավորապես ղզլբաշ զինված խմբերի վրա։ Սիրելի հայրենակիցներ, ղզլբաշները հետագայում, այսպես այսօրվա ներկայիս Ադրբեջանը նաև ղզլբաշներին է ներկայացնում որպես իր, այսպես, նախնիներ, ինչպես ասում են։ 1603-4 թվականներին Շահ Աբասը սկսեց լայնամասշտաբ արշավանք, նպատակ ունենալով գրավել Օսմանյան կայսրության արևելյան շրջանները, այլ կերպ ասած Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը։ 1604 թվականին, երբ Շահ Աբասը հասավ արևելյան Հայաստան եւ հանդիպեց ընդառաջ եկող օսմանյան զորքերին, կիրառեց այսպես կոչված այրված հողի ռազմավարություն, ավերելով հայաբնակ գյուղերն ու քաղաքները եւ բռնի տեղահանելով բնակչությանը։ Նրա գործողությունների հիմնական նպատակներն էին. Առաջին, ոչնչացնելով հայկական բնակավայրերը, օսմանյան բանակին զրկել սննդի ու զենքի մատակարարումներից։ Տնտեսական օգուտներ ստանալ հայ վաճառականներին եւ արհեստավորներին տեղափոխելով Պարսկաստանի խորքերը եւ նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը։ Տարածաշրջանը թուլացնել, հայ բնակչության թվաքանակի կրճատմամբ նվազեցնել օսմանյան ազդեցության հնարավորությունները։ 1604 թվականի արշավանքի հետևանքով ավելի քան 600,000 հայեր բռնի տեղահանվեցին, որոնց մոտ կեսը մահացավ գաղթի ճամփին։ Իսկ մի մասն էլ հասավ Պարսկաստանի խորքեր, հատկապես Սպահան։ Հայկական մշակույթի կենտրոն Ջուղան ամբողջությամբ ավերվեց։ Հետևանքները եղան այն, որ հայ բնակչությունը ամբողջ արևելյան Հայաստանում կտրուկ նվազեց, ամայացան երբեմնի ծաղկուն ու հարուստ հայկական բնակավայրերը։ Ներողություն, ես արմատներով, այսինքն ծննդավայրով Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանից եմ։ Մարտունին մինչև 1604 թվականը այստեղ եղել է հնագույն կոտ բնակավայրը, որը եղել է տարածաշրջանի խոշորագույն բնակավայրերից, այսօր այնտեղ կա օրինակ պահպանված կոթավանքը կամ կոթավանքի մոտ հայտնի հնագույն խաչքարերը, 10-րդ դար, 11-րդ դար, ավերեցին, ոչնչացրին ամեն ինչ եւ հետագայում այնտեղ սկսեցին բնակվել մուսուլման թաթարական ցեղեր։ Ինչպես նաև Երևանը, Արարատյան դաշտը, Սյունիքը, Վայոց ձորը, Նախիջևանը, Արցախը, Գարդմանը, նույն Կոտայքը, ժամանակակից այսպես ասենք, Արմավիրը, Սևանի ավազանը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց։ Հազարավոր հայկական եկեղեցիներ ու վանքեր լքվեցին եւ ավերվեցին։ Շահ Աբաս առաջինի կազմակերպած հայերի բռնագաղթը ուղղակիորեն նպաստեց թուրքական եւ թուրքմենաթաթարական ցեղերի ներթափանցմանն ու հաստատմանը արևելյան Հայաստանում ու հատկապես Արցախում։ Վախենալով, որ դատարկված արևելյան Հայաստանի տարածքները կգրավեն օսմանյան թուրքերը, Շահ Աբասը այստեղ բնակեցրեց իր դաշնակից թուրքմենական կամ իր, այսպես հայրենակից ասեն, կամ նույն ծագում ունեցող ղզլբաշ ցեղերով։ Դրանք ներկայիս ադրբեջանցիների նախնիներն են։
Արցախում եւ Ուտիքում աստիճանաբար աճեցին կարակոյունլու եւ ակկոյունլու ցեղերը, որոնք հետագայում կազմեցին տեղական մուսուլման խանությունների հիմքը։ 1720-30 թվականներին Օսմանյան բանակին հաջողվեց գրավել Երևանի խանությունը եւ Արցախի մի մասը, այստեղ բնակեցնելով քրդերով եւ թուրքմեններով։ Ղզլբաշների ցեղից էր նաեւ տխրահարչակ Փանահ Ալի Ջավանշիրը, ում Ադրբեջանը համարում է իր նախահայրերից մեկը։ 1747 թվականին, երբ Նադիր Շահի սպանությունից հետո Պարսկաստանում սկսվեց քաոս, Փանահ Ալին փախավ Պարսկաստանից ու դավաճանական գործարքի մեջ մտնելով Արցախի Մելիք Շահնազարի հետ հռչակեց Ղարաբաղի խանության անկախությունը, մայրաքաղաք դարձնելով Շուշի բերդաքաղաքը։ Այսպիսով 1604 թվականին Շահ-Աբասի արշավանքը դեպի արևելյան Հայաստան եւ հայերի կազմակերպված բռնագաղթը Պարսկաստանին տվեց երկարաժամկետ խնդիրներ, քանի որ մշակութային ընդհանրություններ ունեցող, բայց հայ քրիստոնյա բնակչության փոխարեն Հայաստանում հաստատվեցին թեպետ մուսուլման, բայց Պարսկաստանին ոչ հավատարիմ ղզլբաշական, թաթարական եւ այլ քոչվոր ցեղեր։ Դրանք հետագայում դարձան նաեւ Պարսկաստանի ներքին խժդժությունների պատճառ ու հրահրող։ Եթե մինչև 17-րդ դար Արցախում ու Երևանի շրջաններում հայերը բացարձակ մեծամասնություն էին, ապա 1604 թվականի հայաթափումից հետո այստեղ ձևավորվեցին մուսուլմանական համայնքներ։ 17-րդ դարում Սեֆյան Պարսկաստանի Շահ Իսմայիլ առաջինի եւ Շահ Աբասի օրոք ղզլբաշները փաստացի դարձան արևելյան Հայաստանի, այդ թվում Արցախի, Գարդմանի, Գանձակի, Նախիջևանի տարածքների գերիշխող ուժը, քանդելով, ավերելով, ոչնչացնելով ամեն հայկական։ Արևելյան Հայաստանի այն տարածքներում, որտեղ վերաբնակեցվել են թուրք-թաթարական ցեղերը, հիմա որտեղ որ փորես, անպայման խաչքար ես գտնում։ Ես ձեզ կարող եմ ներկայացնել օրինակ Վայոց ձորի Կապույտ գյուղը, որը մինչև 1980-ականների վերջը բնակեցված էր ադրբեջանցիներով, ամեն քայլափոխի բառացիորեն 30 սանտիմետր փորում ես եւ խաչքար է դուրս գալիս։ Այսինքն այս ամբողջ ժամանակահատվածում 1604 թվականի Շահ-Աբասի արշավանքից հետո փաստացի Արևելյան Հայաստանը, այդ թվում Արցախը, Գարդմանը, նաև Նախիջևան եւ Հայաստանի արևելյան հատվածը որպես այդպիսին ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ հայաթափվեց եւ այստեղ հաստատվեցին թուրք, թաթարական ցեղեր, ղզլբաշներ եւ այլ մուսուլմաններ։ Հետագայում այստեղ փաստացի այսօր երբ Ադրբեջանը առաջ է քաշում այսպես կոչված, որ դուք լավ գիտեք, որ ինչպես Սևանի ավազանը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ այլ վայրեր, այդ թվում Արցախը, հյուսիսային Արցախը ասում են, իրենց բառերն եմ ասում, իրենց իբրև թե Ադրբեջանի մի մասն է, այս ամբողջը հենված է այդ 1604 թվականի փաստացի բռնի հայաթափման այդ պատմական ողբերգական դեպքերի վրա։ Եվ հայկական կողմը կարող է պարզապես Ադրբեջանին հակադարձել այն թեզով, որ եթե 1830 թվականից հետո Արևելյան Հայաստանը հիմնականում կրկին հայաբնակեցվեց Պարսկաստանից եւ Արևմտյան Հայաստանից, այստեղ տեղափոխված Թուրքմենչայի եւ Ադրիանապոլսի պայմանագրերից հետո այստեղ տեղափոխված հայերով, դա չի նշանակում, որ Հայաստանը մինչեւ այդ հայաբնակ չէր։ Մենք պիտի շեշտը դնենք նաև նրա վրա, ոչ թե Հայաստանը 1830 թվականից հետո, այլ Հայաստանը 1604 թվականից առաջ։ Կրկնում եմ, Արևելյան Հայաստանում յուրաքանչյուր վայր, երբ որ փորում ես, դու գտնում ես խաչքարեր, գտնում ես կոտրված, գնացեք օրինակ Ճամբարակի շրջանի Աղբերք գյուղ։ Ինչպես նշեցի, գնացեք, այստեղ է մեր Գագիկա Հարությունյան, ում ինքնություն հիմնադրամից, ում ծննդավայրը Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղն է, բայց պատմականորեն Գուտենի գյուղն է։ Իսկ ադրբեջանցիները այնտեղ բռնի ապրելով, այսինքն բռնի տեղահանելով հայերին եւ այնտեղ հաստատվելով, օրինակ գյուղը անվանել են ինչ որ հիմար անուն է, բայց շատ դեպքերում մեր ժողովրդի մեջ հենց թշնամին դա է փորձում տարածել։ Նույնը Վարդենիսի տարածաշրջանի Սևանի ավազանի արևելյան կողմերը, իմ բնակավայրը, իմ ծննդավայրը Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղը, մինչև 1604 թիվը եղել է լիովին բնիկ հայաբնակ Եղեգնուտ գյուղը։ 1604 թվից հետո այստեղ, երբ որ հայաթափվել է եւ այստեղ եկել հաստատվել են թաթարական ցեղախմբեր, անվանել են Գյոլ, որը
լիճ է նշանակում, լճի ափին։ Եվ միայն սովետական տարիներին է տեղի հայ բնակչության համար ջանքերով, իդեպ այս գյուղը ազատագրվել է Զորավար Անդրանիկի եւ Վարդենիսի Տաղլարի Աղաբեկի ջանքերի շնորհիվ։ Եվ վերանվանվել է լիճ։ Ինչու եմ ես այս փաստերը ասում, արագ ավարտեմ։ Շատ կարևոր է շեշտադրում անել 1604 թվականի վրա եւ բերել ցույց տալ, որ Հայաստանը մինչև 1604 թվականը, Արևելյան Հայաստանը, այդ թվում նաև Արցախը, Գարդմանը, Նախիջևանը, ամբողջությամբ եղել է լիարժեք բնիկ հայկական եւ հայաթափվել է ու այստեղ սկսել են ապրել թաթարական, ղզլբաշական ցեղեր ոչ թե հայերի հեռանալու, այլ հայերի բռնի տեղահանվելու հետևանքով։ Եվ հետևաբար, սիրելի հայրենակիցներ, 1604 թվականի Շահ Աբասի արշավանքը եւ հայերի բռնագաղթը դարձավ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական, ես կասեի իր հետևանքներով 1915 թվականի, գուցե սա սուբյեկտիվ մոտեցում է, հայոց ցեղասպանությանը նման երևույթ։ Այս իրադարձությունները ոչ միայն փոխեցին Արևելյան Հայաստանի ժողովրդագրական կառուցվածքը, այլև ազդեցին հայ մշակույթի ու տնտեսության հետագա զարգացման վրա։ Հայերի փոխարեն այս տարածաշրջանում հաստատվեցին քոչվոր ցեղեր, որոնք հետագայում հիմք դրեցին այսպես կոչված ադրբեջանական ժողովրդի եւ յուրացրին ամբողջ հայկական մշակույթն ու պատմությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։